Զինված ուժերում կադրային ջարդի մասին են պաշտպանության նախարարության վերջին հաղորդագրությունները օգոստոսի 13-ի բանակային հերթական ողբերգությունից հետո։ Ռազմական ոստիկանության պետի պաշտոնում Արամ Հովհաննիսյանի նշանակումից հետո պաշտպանական գերատեսչությունը հայտնել է նախարարի երկու խորհրդականների եւ Զինուժի բարոյահոգեբանական ծառայության պետի պաշտոնանկությունների մասին։ Իմիտացիոն քայլեր, որը վստահաբար կարող եմ ասել ոչ մի դրական արդյունքի չի բերել։ Իմիտացիա է անվանում իրավապաշտպան Սերգեյ Հարությունյանը պաշտպանության նախարարությունում սկսված կադրային զտումները։ Այս ամենը միայն նրա համար է, որպեսզի քողարկվի բոլոր ոլորտներում այն անհաջողությունների տարափը, որ առկա է ներկայումս։ Դերացումները քողարկելու փաշինյանական մոդելն է, նկատում է իրավապաշտպանը Սերգեյ Հարությունյանի խոսքով 2020-ի նոյեմբերի 9-ից հետո ԿՊԱ-ականները յուրաքանչյուր թերության համար կավության նոխազներ են գտնում, որ մարդկանց ցույց տան, թե խնդիրների էջը փակված է։ Իրավապաշտպանը հիշեցնում է այս տարվա փետրվարին Աչափնյակում կրակոցներից հետո միանգամից 3 փոխոստիկանապետեր ազատվեցին իրենց պաշտոններից, սակայն նույն օրը 3-ն էլ խորհրդականի ու օգնականի պաշտոն ստացան ՆԳՆ-ում։ Եթե դժգոհություն կար, ինչ եք տանում խորհրդական։ Մի մարդը, որը ինչ-որ մի ոլորտում չի հաջողել, ինչ խորհուրդ պետք է տա։ Հնարավոր է Սերյոժա Ստեփանյանն էլ զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնին հրաժեշտ տալուց հետո սկսի խորհուրդներ տալ պաշտպանության նախարարին։ Յուրային կադրերին անգործ չի թողնում ԿՊ-ն, նույնիսկ բանակային մահերի ահասարսուռ վիճակագրության ֆոնին։ Ահ պայմաններում մի շարք զոհերի հետ կապված, որ մենք ցավոք սրտի գրեթե ամեն շաբաթվա ռեժիմով տեղեկանում ենք։ Ըստ պաշտպանության նախարարության 12 զինվոր է մահացել բանակում այս տարի։ Իրավապաշտպանների ունեցած վիճակագրությունը 3 անգամ գերազանցում է պաշտոնական թիվը։ Սարսափելի ողբերգություն է։ Այսինքն այդ չափի զոհեր խաղաղ պայմաններում այդքան ընտանիք դժբախտացավ եւ վստահաբար կարող եմ ասել, որ ներկա իբրճակերտերի մեջ բարեփոխումները, փոփոխությունները, ռակիրովկաները, պաշտոնանկությունները ոչինչի չեն բերելու։ Կոմպետենտ կադրերի նշանակումներ են պետք բանակին, պնդում է իրավապաշտպանը, իսկ ողբերգությունների շղթան կկոտրվի, եթե հնարավոր լինի փոխել բարոյահոգեբանական մթնոլորտը։ Եթե իրականում պաշտոններ զբաղեցնեն այն անձինք, որոնք ոլորտը տիրապետում են, եւ քաղաքականություն փոխվի եւ համակարգային փոփոխություններ տեղի ունենան, հնարավոր է էական դրական առաջընթաց։ Այս տեսանյութն է երկուշաբթի հրապարակել պաշտպանության նախարարությունը։ Սուրեն Պապիկյանը նախարարության ու գլխավոր շտաբի սպաներին դիրքապահ զորամասեր է գործուղել, ըստ պաշտոնական ձևակերպման բանակում քրեական ենթամշակույթի դեմ համակարգային պայքարի համար։ Ալբերտ Սերոբյան, Առաքել Օհանյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։